Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Անկախ տարիքից, սեռից, հայացքներից, կրթությունից նրա ստեղծագործությունները բոլորի եւ բոլորիս համար հոգեարազատ են, որովհետեւ նա ամենայն հայոց բանաստեղծն է։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հովհաննես Թումանյանին։ Մեր հաղորդման հյուրերն են մեր Հանրապետության Քրիստոնյա ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրականությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը եւ մեր Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հումանիտար բաժնի պետ բանասիրության դոկտոր Սերգեյ Աղաջանյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ծագում է Մամիկոնյանների տոհմից։ Սովորել է Դսեղի ծխական, Ստեփանավանի եւ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1899-ից 1908 թվականներին նրա նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործել է Վերնատուն գրական խմբակը։ Ցեղասպանությունից հետո օգնել է գաղթականներին, որբերին։ 1912-ից 21 թվականներին եղել է Հայ գրողների Կովկասյան ընկերության նախագահ։ 1918 թվականին Հայոց հայրենակցական միությունների միության եւ առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվող հանձնաժողովի նախագահ։ 1921-ից 22 թվականներին Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ։ Վախճանվել է 1923 թվականի մարտի 23-ին։ Ունեցել է 10 երեխա։ Ստեղծագործությունները համաժողովրդական սեր են վայելում։ Դրանց հիման վրա գրվել են օպերաներ, նկարահանվել մուլտիպլիկացիոն ու գեղարվեստական ֆիլմեր, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Հովհաննես Թումանյանի անունով կոչվել են բնակավայրեր, փողոցներ, դպրոցներ, Երևանի տիկնիկային թատրոնը, տեղադրվել են հուշարձաններ։ ԽՍՀՄ-ում, Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում թողարկվել են նամականիշեր, թղթադրամ։ Դսեղում եւ Երևանում գործում են տուն-թանգարաններ։ Տիկին Հովհաննիսյան, վերջապես 150 տարվա հեռավորությունից Հովհաննես Թումանյան ֆենոմենի գաղտնիքը ո՞րն է։ Եվ շնորհակալություն հարցի համար, եւ լավ հարց է, եւ շատ հեշտ է պատասխանել, եւ շատ դժվար։ Թումանյանը իսկապես, Թումանյանը բացառիկ է մեր մշակույթի պատմության մեջ, եւ սրանք պարզապես խոսքեր չեն։ Թերևս նրա դերի առումով կարելի է հիշել Մաշտոցին իր գրերի գյուտով, Խորենացուն իր պատմության գյուտով, Նարեկացուն Աստծու հետ իր զրույցով, եւ Թումանյանին ժողովրդի եւ բանաստեղծության եւ հայրենիքի միասնության գյուտով։ Այսինքն Թումանյան ասելով մենք ժողովուրդ ենք հասկանում։ Այդ դուք հիշատակեցիք 150-ամյակը, 150-ամյակը տոնել Թումանյանի նշանակում է տոնել հայ ժողովրդի ոգու տոնը։ Չէ՞ որ Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծն է եւ բացառիկ է մի շարք առումներով։ Մեր հայորդիներից յուրաքանչյուրը մեծ է մի կոնկրետ ոլորտում, գուցե երկու ոչ ավել, բայց քանիսին կարող ենք մատնացույց անել, ովքեր միաժամանակ ղեկավարել են տասնյակ ընկերություններ։ Եթե թվեմ, ամբողջ հաղորդումը երևի կգնա, էլ գրողների ընկերություն, գրչի մշակների, Հայարտուն, պատերազմից հայ ցեղասպանության դժվարների քննիչ հանձնաժողովի նախագահ եւ այլն, այսինքն հայդատի սկզբնավորող, մի խոսքով ամեն ուր իրավաբանական տերմինով ասած, Թումանյանը միշտ դեպքի վայրում էր, այնտեղ, որտեղ բախտորոշ խնդիրներ։ Դրանից զուգահեռ գրականությամբ է զբաղվել, բայց գրականությամբ պոեզիա, արձակ եւ այլն։ Այո, Թումանյանի ամենամեծ զոհաբերությունը դա էր, որ նա անverջ նետվելով կյանքի տարբեր ոլորտները, քաղաքականություն, հրապարակախոսություն, քննադատություն եւ այլն, նա համեմատում էր, ասում էր Մոլլա Նասրեդինի պես գետի մոտ նստած, Մոլլա Նասրեդինին հարցում են, թե ինչու ես գետի մոտ նստած, ասում է, սպասում եմ, որ գետն անց կենա, հետո ես անց կենամ։ Հիմի մերն է, ասում է, սպասում ենք, որ այս դաժան ժամանակն անցնի, ու հետո նստենք ու մեր ստեղծագործությամբ զբաղվենք։ Բայց այդպես էլ ինչպես գետը չէր անցնում, ժամանակը նույնպես չէր անցնում։ Իհարկե, Թումանյանի նման անհատականությունը չէր կարող ձեռքերից ալած իր ժողովրդի այդ թոհոբոհին մի կողմ
մեկդի դնել ու զբաղվել միայն զուտ գրական գործունեությամբ։ Այո, երբ 5 թվականին նա Լոռու եւ Ղազախի շրջանում կյանքեր էր փրկում, բազմիցս է կյանքը վտանգել։ Իսահակյան Աղայանը շատ անհանգստանում էին, արդեն 9 երեխաների հայր 36-ամյա տղամարդ էր, ասում էին՝ «Ուր ես գնացել, ով է քեզ խնդրել»։ Ինչու ես այդտեղ։ Թումանյանը հանգստացնում է նրանց, այո, ասում է, ես վերջերս էլ մի 3-4 անգամ քիչ մնաց մեռնեի, նայեց մահվան աչքերին, փրկվեց, ոչինչ, ասում է, ինչ է եղել, ես կմեռնեմ, ինձ կսպանեն, ինձ վրա կերքեն, կազատվեմ, ես կերքեմ։ Այնպես որ ասում է, մի անհանգստացեք եւ եթե բոլորս ձեռքերս ծալենք, ով պիտի լինի այնտեղ։ Շնորհակալություն։ Պարոն Աղաջանյան, հաղորդումից առաջ զրույցում դուք շատ ուշագրավ զուգահեռ անցկացրեցիք Նարեկացի Թումանյանը եւ այդ մեր երկու մեծության ունեցած յուրահատուկ տեղ ընդհանրապես մեր հայոց քաղաքակրթության մեջ։ Խնդրում եմ այդ կտրվածքով մեր հայրենակիցներին ներկայացնեք։ Իհարկե շատ երկար կտևի մանրամասն այդ բովանդակության զրույցը, բայց ինձ համար իմ ընկալմամբ երկուսն էլ մեր են եզակի բանաստեղծներն են, մշակութային գործիչներն են, երևելիներն են, ովքեր Աստծո հետ զրույցի են նստել։ Նարեկացին եւ Թումանյանը։ Նարեկացին եւ Թումանյանը միանշանակ եւ նրանց թողածից գործունեությունից, գրական ստեղծագործություններից, այն ամենից, ինչը մնացել է նրանց անվան հետ կապված, այդ ամբողջը պայմանավորված է իրենց մարդկային նկարագրով։ Այն նկարագրով, որը իրենց թույլ էր տալիս իսկապես Աստծո հետ զրույցի նստել եւ երկրային իրադարձությունները, որոնք ինչքան էլ ճղճիմ լինեին, մանր լինեին, կենցաղային լինեին, միևնույն է դրանց նայել, դրանց վերաբերվել այնց այդ եզերական անհուններից։ Այդ առումով բացառիկ է նաեւ Հովհաննես Թումանյանը։ Իրենց սրբությամբ, իրենց մարգարեությամբ նաեւ, չէ՞։ Այո, եւ Նարեկացին եւ Թումանյանը նաեւ որպես մարգարեներ յուրատեսակցի։ Այո։ Եվ եթե ուշադիր ընթերցենք Հովհաննես Թումանյանի թողած գրական ժառանգությունը, մասնավորաբար նրա պոեզիան, շատ ակնհայտ երևում է, որ ինքը իր հարգը իմացել է։ Սկսած քարյակներից սկսած, որի վերջին տողը հիշում եք ինչ էր ասում էր եւ կնքողս նա ինքն է ով սահմանեց ինձ պոետ, ում նկատի ունի Աստծուն։ Արշին այո։ Կամ ասենք Աստվածաշնչի այն տողը, որ իր բանաստեղծություններից մեկում օգտագործում է զայրույթով վրթոված, նկատի ունենալով կյանքի, ժամանակաշրջանի դառնությունը, դատարկությունը, ճղճիմությունը մարդկանց, թշնամանքը իրար նկատմամբ, այդ պորտկումը, միթե այս ամբողջն իմ եղբայրն է Տեր, այդ վրթովմունքը իր արտահայտելու ուրիշ բանաձևում ինքը չի գտնում բացի Աստվածաշնչային տողը։ Ընդհանրապես իր ամբողջ գրականությունը, իր ամբողջ գործունեությունը դա տիեզերքի անհուններից ներքև նայող մարդու վարքագիծ է, պահվածք է, արարում է, որը հավերժորեն մնալու է մեր կյանքից, մեր մշակույթից, մեր իրականությունից անպակաս։ Եվ այդ տեսանկյունից ինչպես Նարեկացին, այնպես էլ Թումանյանը, ես ենթադրում եմ, որ դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն։ Բացահայտված չէ։ Մեզ թվում է որպես գրող գուցե բացահայտված են, բայց որպես այդ տեսանկյուն, նաև որպես դա չէ, ասեմ ինչու, ասենք մենք սովոր ենք Թումանյանին մարսած ճանաչած, յուրացրած համարել դպրոցական տարիքից, դպրոցական ծրագրերի ընդգրկումներով, բայց շրջահայաց մարդը կենսափորձը, իր կերսափորձը հարստացնելու, իր իմացականությունը հարստացնելու հետ, եթե նույնիսկ նորովի անդրադառնում է նրա անգամ մանկական գրականությանը, տեսնում է, որ այդ գրականությունը իր մեջ հսկայական իմաստնություն ունի, որը այդ տարիքում բացահայտել հնարավոր չի։ Պիտի հասունանաս, որ հասուն մարդու Անդրանիկն էր ասում, բոլորիս է կմոռանա, բայց շունն ու կատուն միշտ կմնա։ Կմնա, այո, եւ կմնա իր իմաստնությամբ, ոչ թե նրանով, որ նա նպատակաուղղված է, հասցեագրված է հենց մանկական տարիքին, այլ կենսափիլիսոփայությամբ, իր իմաստնությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Հովհաննեսյանի միջև բուն հարցս ուղղելը պարոն Աղաջանյանի այդ մտքից շարունակեմ։ Անձամբ թվում էր, որ Թումանյանի մասին այլևս հնարավոր չէ նոր բան ասել կամ այսպես ասած Թումանյանագիտությունը այս 100 տարվա ընթացքում, 100-ից ավել տարիների ընթացքում ինչ որ պետք է արդեն բոլոր ծալքերը, բոլոր գաղտնիքները ուսումնասիրել, բացահայտել է, բայց ձեր վերջին աշխատությունը այս հաստափորձ ստվարածավալ ընդհանրապես կարծեմ Թումանյանի 10 տարվա կյանքին է նվիրված։ Եթե 10 տարվա կյանքը այսպիսի հսկայական աշխատանքի իրականացրել, սա մեր կյանքն է։ Դեռ նրա ստեղծագործությունները չէ։
Չէ, իհարկե։ Այսինքն դեռ հարավոր հատորների կարոտ ունենք, պետք է սպասենք մեր Թումանյանը մասնագետներից։ անսպառ է եւ յուրաքանչյուր սերունդ իրենն է ասելու։ Այդպես չի, որ Թումանյանը երբևէ կսպառվի եւ միշտ կուսումնասիրեն եւ ասեմ ձեզ, որպես երկար տարիների Թումանյան ուսումնասիրելը դա վայելք է։ Եվ Երանի բոլոր նրանց, ովքեր զբաղվել են, զբաղվում են եւ պիտի զբաղվեն Թումանյանով, որովհետեւ մեծը մեծացնում է։ Իմիջայլոց Թումանյանը նաեւ մեծերի մեծն է։ Համոսահյանը շատ հետաքրքիր կարծիք ուներ մեծության մասին, նա ասում էր մեծ մարդիկ լինում են մեծ եւ փոքր։ Մեծը տալիս է, դրանով է երջանիկ։ Փոքրը վերցնում է, եթե չտաս կգողանա։ Այս իմաստով ասում էր մեծ էր նաեւ իմ պապը։ Բայց Թումանյանը ինչու էր մեծերի մեծերը, որովհետև նույն մեծության իմաստը նա փայլուն ձևակերպել էր։ Այս աշխարհում ինչ որ կտաս, այն կշահես։ Եվ Թումանյանը իսկապես ամեն ինչ էր տալիս։ Նա տվել է նա զոհաբերության խորհուրդն է։ Թումանյանի ստեղծագործությունը ինքը ողջ կյանքն է։ Հետաքրքիր, եթե նույնիսկ մենք ազգային ժողովի նիստերին ուշադիր հետևենք, մենք տեսնում ենք, որ Թումանյանին հիշում է եւ ընդդիմությունը, եւ կողմը, եւ դեմը, բոլորը կարող են Թումանյանից ինչ որ խոսքեր բերել, որովհետեւ համապարփակ ողջ կյանքն է ընդգրկում իր բոլոր կողմերով։ Նրա համար չկային դասակարգեր, չկար հարուստ, չկար աղքատ, նրա համար կար միայն հայ։ Նա ազգի խորհրդանիշն էր եւ ինչպես Պարուհի Սևակն էր ասում, նա անհատականացված ազգ էր։ Եվ ամենից շատ Թումանյանի կյանքի մեջ կարևորագույնը այն էր, որ նա իսկապես զոհաբերության խորհուրդն էր, աստվածային զոհաբերության, որովհետեւ մենք շատ ունենք հայրենասեր հայորդիներ։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, բայց քանիսին մատնացույց կանենք, որ ոչ թե իրենց կամքից անկախ, այլ ինքնակամ իրենց զավակների կյանքը, չէ՞ որ մեր զավակները ամենաթանկն են մեզ համար։ Եվ այդ առումով Թումանյանի որպես ազգային հասարակական գործիչ, այո, որպես գործիչ, նա իր երեխաների կյանքը, տեսեք, էջմիածնում նախ Թումանյանը բազմիցս իրեն նետելով ազգին պատուհասած ողբերգությունների մեջ 100 անգամ նայել է մահվան աչքերին, 100 անգամ նրա կյանքը մազից է կախված եղել։ Սկսած 19 տարեկանից մենք կարող ենք 19 տարեկանում զրկվել Թումանյանից, եթե նախախնամությունը նրան չուղարկեր 40 աստիճանի տաքություն։ Նա այնպիսի դողերոցքով էր հիվանդ, վերարկուն վաճառել էր, գնել էր հրացան, որպեսզի Ալեքսանդր Գոլոշյանի Ագրիպասյանի հետ քարյակը ճիշտ մեջբերեց Արարիչն էր նրան պոետ։ Այո։ Օծել դրա նախախնամությունը միշտ նրա հետ էր։ Այո, որպեսզի գնա եւ Արևմտյան Հայաստանը ազատագրի։ Եվ այդ ռոմանտիկական ծրագրերով հիվանդությունը թույլ չտվեց, որ գնա։ Ասաց հետո կգամ կմիանամ։ Հետոն չեղավ, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս անց նրանք բոլորը զոհվեցին Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև եւ 5 թիվներ, այնուհետև ով գնաց ցեղասպանության, այ մենք ունենք ցեղասպանված գրողներ։ Մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների, որոնք իսկապես սրբացվեցին նրանց առջև, բայց նրանք ինքնակամ զոհ չդարձան։ Նրանց զոհեցին, նրանց նահատակեցին։ Իսկ Թումանյանը ինքնակամ նետվեց ցեղասպանության հրդեհների մեջ 2 անգամ 14 թվականի դեկտեմբերին, 15 թվականի հունիսին նա մեկնեց Արևմտյան Հայաստան, իր աչքերով տեսավ ավերակների այդ երկիրը եւ գիտեք միշտ է վատառողջ եղել։ Թումանյանը այդ ճանապարհին, Իգդիրի Օրգովի ճանապարհին 3 ժամ մշտապես ունենալով թոքերի հիվանդություն մնացել է ճահիճների մեջ։ Հրաշքով փրկվեց նրա կյանքը։ Մի քանի ժամ անց ռուսները կրակեցին եւ նա այդ կրակի գնդակից պիտի զոհվեր, բայց հրաշքով դարձյալ փրկվեց։ Հասավ Զետկան։ Զետկանը դա արևմտահայ մի գյուղ էր Մոլլա Սուլեյման գյուղի հետ միասին, որոնք փոսի մեջ էին։ Ուրեմն նոյեմբերի 29-ին Թումանյանը այնտեղ էր։ Դուրս է գալիս 3 օր հետո, 4-5 օր անց ամբողջ Ալաշկերտի շրջանի գյուղերը գաղթում են։ Սակայն Մոլլա Սուլեյման եւ Զետկան գյուղերի բնակիչները, որոնք փայլուն ձևով ընդունեցին Թումանյանին, կանայք իրենց ժողովածուներն էին ցույց տալի, խնդրում էին ստորագրել, Թումանյանը նստած Հազարան բլբուլի
տարբերակներն էր գրի առնում, այսինքն բոլոր 90 ընտանիքներին ճանաչեց։ 4-5 օր անց այդ 90 ընտանիքից ոչ մի հայ չէր փրկվել, որովհետև նրանք չէին կարողացել գաղթել։ Եվ անմիջապես վերադարձավ Թումանյանը, վերադարձավ իր աչքերով տեսավ խոխողված, իր աչքերով տեսավ ցեղասպանության այդ ամբողջ բարբարոս նկարագիրը, որը արվել էր։ Եվ այսինքն Թումանյանը կարող էր այնտեղ լինել եւ զոհվել։ Իսկ 15 թվականին, երբ նա վանում էր, դարձյալ մեծ խանդավառությամբ ընդունեցին, վանը ազատագրված էր եւ այլն։ 2 շաբաթ անց Անդրանիկի ասած կեղծ նահանջով բոլոր վանեցիները բռնեցին Արևելյան Հայաստանի ճանապարհը եւ դարձյալ հրաշքով Թումանյանի կյանքը փրկվեց։ Նա էլի կարող էր զոհվել եւ ինքը երբ եկավ Թիֆլիս, նրան ասացին անմիջապես գնալ բուժվելու։ Գումար չուներ Բորժոմ գնալ ամառանոց, ընկերոջ հրավերն ընդունեց Տաբախմելը եւ հանկարծ լսեց, որ այն վանեցիները, որոնք այդպես իրեն ընդունել էին, հիմա այդ վանեցիները բռնել են Էջմիածնի ճանապարհը։ 2 օր եղավ նրա հանգիստը Եղեռնի տեսարանները տեսնելուց հետո, 2 օրից հետո նա հայտնվեց Էջմիածնի դժոխքում։ Ուրիշ անուն տալ հնարավոր չի։ Եվ այստեղ մի բան է, երբ դու ինքը իր կյանքը վտանգեց, բայց ուրիշ բան է, երբ աղջկան բերել իր կողքն էր պահում։ Չէ որ աղջիկն էլ բազմաթիվ գտության աղջկա կյանքն էր վտանգում։ Տիֆն էր իշխողը, ցանկացած սպայի աղջիկն է կարող էր տիֆին զոհ գնալ։ Այո, իսկ 17 թվին, երբ Անդրանիկը կոչ արեց, 17 թվին նա իր ես չգիտեմ մենք ժամանակ ունենք թե չէ ընթերցելու համար։ Այդ հատվածն է ընթերցեք ու անցնենք առաջ։ 8 երեխաների կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին։ Ասում է, ես 4 տղա ունեմ, 4-ն էլ կառավարության ազգային խորհրդի ու քո տրամադրության տակ են։ Իսկ 4 աղջիկս էլ պատրաստական գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ անշուշտ սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների եւ ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը եւ պաշտպանել ամենքի սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Մյուս մասը չեմ կարդում, համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ քո Հովհաննես Թումանյան, հետգրության մեջ նշում է, պարտավորվում եմ ամսական 200 ռուբլի տալ այս նպատակով մեր ընդհանուր գանձարանին, այսինքն եւ ունեցվածքը, եւ զավակներին, եւ ամեն ինչը, եթե մենք ունենք Շնորհակալություն, դրա համար էլ Թումանյանը հավերժ կմնա որպես ամենայն հայոց բանաստեղծ։ Պարոն Աղաջանյան, իհարկե մեկ այս փոքրիկ հաղորդման ընթացքում հնարավոր չէ Թումանյանի գրական ժառանգության անդրադառնալ, սակայն ողջ ժառանգությունից առանձնապես խնդրում եմ ներկայացրեք Քաժնազարը։ Ինչի որովհետև Քաժնազարի Թումանյանից բացի ուրիշներն էլ են անդրադարձի, սակայն կարծես թե Թումանյանի Քաժնազարը եւ մյուսների Քաժնազարը տարբեր են։ Թե իր ասելիքով, թե կերպարով, թե գնահատականներով։ Թումանյանը հսկայական գործունեություն է ծավալել, նույնիսկ գործունեություն ասելը չափազանցված չի լինի։ Քաժնազարի տարբերակները հավաքելու, համադրելու, համեմատելու եւ դրանց հիմքի վրա իր ստեղծագործությունը գրելու համար։ Դա մի առանձին խոսակցության նյութ է, բայց արդյունքում մենք ունեցել ենք ստեղծագործություն Քաժնազարի Թումանյանի Քաժնազարը, որը հավերժական ստեղծագործություն է։ Բոլոր ժամանակների համար ճշմարտախոս ստեղծագործություն իր խորհրդանիշներով, իր ենթատեքստով, իր բովանդակությամբ, ուսուցողական նաև փիլիսոփայությամբ։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ կարծես թե ավանդույթ է դարձել, որ Թումանյանի Քաժնազարը մենք տեսնում ու գնահատում ենք ասացի։ Դպրոցական պարզ մակերեսային են առաջին շերտի ասելիքի չափով ու բովանդակությամբ։ Իրականում դա բավական խորը, չափազանց խորը ստեղծագործություն է, որի, ասենք, հենց Քաժնազար կերպարի մեկնաբանությունը հնարավոր չէ անել, եթե հաշվի չառնենք, ասենք թե Զիգմունդ Ֆրոյդի հոգեբանական գյուտերը, մասնավորաբար հենց առաջին տեսարանը, ինչպես է նա իր կնոջից պոկվում ու հեռանում։ Ֆրոյդը այդ կոմպլեքսը շատ լավ բացատրել է, մինչև երեխային մայրը չի հեռացնում իրենից, մինչև չի թողնում ինքնուրույն ճակատագրի կյանքի դիմաց, իր անելիքի դիմաց, նա երբեք չի կայանում։ Մոր փեշից կախված երեխան լինի մանավանդ տղամարդը, տղան երբեք չի կարող կայանալ։ Քաժնազարը հայտնում է այնպիսի հանգամանքներում, որ ուզած չուզած
Կինը Ուստյանը նրան տուն չէր թողնում, չէ, մի գիշեր էլ Բաքում անցկացրեց դրանը վերընկած։ Այսինքն Թումանյանական քաշնազարը այնպես չէ, որ միանշանակ բացասական կերպար է։ Կարող ենք այդպես ասել, դրական ինչ-որ գծեր էլ ունի։ Կյանքի մի շերտը մարդկանց մի տեսակը խորհրդանշող կերպար է։ Ընդ որում, նա շատ ավելի խելոք է, ոչ միայն խորամանկ է, ոչ թե չարության մարմնավորում է, այլ նա շատ ավելի խելոք է, քան իր շրջապատում ցանկացածը, որի արդյունքում էլ ինքը կյանքում այդպիսի հաջողությունների է հասնում։ Իհարկե ինքը իր հաջողությունները բացատրում է բախտի բերմամբ, չէ, բայց դա ինքը գիտնական չէր, ինքը գրագետ բարձրագույն կրթության մարդ չէր, իմացականության բարուստ մարդ չէր, որ կարողանար իր քայլերի ենթիմաստը, խորիմաստը բացատրել, որի արդյունքում այդպիսի հաջողության հասավ։ Այսինքն միայն բախտը չէ, նրա հաջողության այդ պայմանը միայն բախտը չէ։ Նա կարողացավ իր մեջ ուժ գտնել, համարձակություն գտնել, անելու այն, ինչը թվում է թե չէր կարող անել։ Իրպես մարդը չէր կարող, իրպես հարյուրավոր մարդիկ ովքեր չէին կարողանում դա անել, չկարողացան անել, մնացին հիմարների այն շերտում, ովքեր մեծարում էին, փառաբանում էին Քաշնազարին, իսկ ինքը կամա, միտեղ ստիպված լինելով, միտեղ իր բախտը իսկապես փորձելով արեց քայլեր, որի արդյունքում ինքը դարձավ թագավոր։ Ընդ որում այդ ստեղծագործությունը պարադոքսալ կտորներ էլ ունի, որքան էլ զարմանալի է թվում է, թե Թումանյանը այդպիսի բան չպիտի աներ, բայց նրա ստեղծագործության մեջ երկու կտոր կա, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես է Քաշնազարը դարձյալ էլի չցանկանալով, էլի իր կամքին հակառակ գնալով դառնում իր ժողովրդի իր երկրի բարերարը։ Առյուծի ու թշնամիների դեմ այդ կռիվ ասեմ, պայքար ասեմ, ինչ ասեմ, որոնք երկուսն էլ ավարտում են իր հաջողությամբ։ Ճիշտ է, հանգամանքներն են միագին չափով տանում հասցնում դրան, բայց ուրիշ ոչ մեկը չհամարձակվեց գնալ ըստ այդ հանգամանքների։ Ինքը ուզեր չուզեր պարտադրված կամ մի ինչ-որ տեղել իր պաշտոնի դիրքի Թումանյանի Քաշնազարից սովորելու բաներ ունենք։ Մենք շատ բան ունենք սովորելու, եթե մենք կարողանանք այդ խորքը տեսնել, մեզ համար շատ բաներ բացատրելի կլինեն, նաև թե անցյալի, թե ներկա իրականության մեջ, ես ավելի չասեմ։ Շնորհակալություն։ Տիկին Հովհաննիսյան, գրքերից, նկարներից շատ լավ հիշում եմ Թումանյանի 100-ամյակը, ինչպես 69 թվականին, 1969 թվականին, ինչպես բուն Խորհրդային Հայաստանում, այնպես էլ ողջ Խորհրդային Միությունում մեծ շուկով նշվեց եւ այն տարիներին, Խորհրդային տարիներին ենթադրում եմ, որ դա թե իշխանությունները, թե գրական, մշակութային, գիտական շրջանակները, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը Թումանյանին որպես այցեկարտ ցանկանում են ներկայացնել ամբողջ Խորհրդային Միությանը, ամբողջ աշխարհին դե չգիտեն։ Եվ ահա մոտենում է 150-ամյակը ծնեզան եւ ժամանակ գուցե մի տարին թվա որ շատ է, բայց մի տարին շատ քիչ ժամանակ է։ Հենց այսօրվանից ինչ է կարծում, պետք չէ արդեն հիմնովին զբաղվել դրանով։ Արդեն ուշացած կլինենք։ Այո, որովհետև մեր պետության, հանրության, մեր բոլորիս անելիքները որոնք են։ Գիտեք, նախ երկու բառ ասեմ Թումանյանի Հոբելյանների պատմությունը շատ հետաքրքիր է։ 19 թվականին նրա 50-ամյակը նա դեմ էր բացարձակ հայոց վիշտներ հոգում, անձնական վիշտներ դեմ էր, որ 50-ամյակը տոնեն, բայց որբերը, դպրոցականները, այն որբերը, որոնց էջմիածում խնամում էր, նրան բանաստեղծություններ էին նվիրում, պատշգամբ բիտակից հեռու չէին գնում եւ ամիսներ շարունակ, այսինքն տոնվի, չտոնվի ժողովուրդը ինքնաբուխ միշտ տոնում է, բայց եղել են ժամանակներ, երբ իմիջայլոց Թումանյանը չափ է Հոբելյանը այս իմաստով հետաքրքիր է։ Թումանյանը չափ է այն իմաստով, որ եթե Թումանյանին չեն ընդունում, չեն հասկանում, ուրեմն իրենք են տկար, ուրեմն իրենք են տգետ եւ եղել են այդ ժամանակներ, գիտենք 20-ական թվականներին, երբ թիվ 1 բանաստեղծը Հակոբ Հակոբյանն էր կամ թիվ 1 քննադատը Աբովն էր, եղել են այդպիսի ժամանակներ եւ ցավալին այն է, որ անկախությունից հետո նույնպես եղավ այդպիսի մի շրջան։ Ես չեմ ուզում անուններ տալ, պարզապես երևույթն եմ ընդգծում, երբ գրողների միության նախագահը ծանոթ էր հայթայթել երկրի նախագահի մոտ 90-ական թվականներին 94 թվականին անկախ ուրեմն Հայաստանի նախագահի մոտ մտնելու բավական չէր ընդունել ոչ նա ոչ մշակույթի նախարարը, դեռ մշակույթի նախարարությունում պատասխանել էին, թե Հոբելյաններ շատ ունենք, եթե ուզում եք ձեզ համար արեք,
այդ շրջանում եթե հիշում եք Հոբելյաններ փառք ասում էր ժողովուրդ այնպեսի մեծ հետևից շատ ունենք, բայց Թումանյանի Հոբելյանը եւ դա հարությունամյակը դա միանգամայն այլ է։ Նույնիսկ մշակույթի նախարարությունից ներկայացուցիչ չկար։ Թեև արեցին նույն այն օպերայի դահլիճում, ինչպես դուք նկարագրեցիք, որտեղ ժամանակին փայլուն կերպով նշվել էր 100-ամյակը։ Մի խոսքով, ես միայն ուզում եմ ասել, որ իսկապես դա մեր ազգի պատվի հարցն է։ Հուսամ 50-ամյակ այդպես 150-ամյակ այդպես չի լինի։ Արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ով իդեպ պետք է շնորհակալություն հայտնել այսօրվա մեր պաշտոնական այրերին այդ իմաստով, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է, արդեն հաստատվել է եւ նշանակում է զբաղվել են այդ խնդրով եւ պետք է մենք այնպես ամբողջ աշխարհում պիտի նշենք, եթե այն ժամանակ խորհրդային Պետքիրը մեր թիկունքին էր եւ շատ բանով մեզ օգնեց, այսօր մեր սփյուռքը պիտի մեզ օգնի։ Մենք ամեն ինչ պիտի անենք հային, ոչ միայն հային, այլ մյուսներին, մյուս ազգերին ցույց տալու եւ մարդկային այդ որակը, գիտեք, երբ այլ գրողների կենսագրության հետ համեմատում ես, զուգահեռը չես գտնում։ Չկան, այնպես ինչպես նույնն է, որ հայ ժողովրդի ճակատագիրը համեմատես այլ ժողովրդների ճակատագրերի հետ, որովհետև նրա ճակատագրում բեկված է հայ ժողովրդի ճակատագիրը։ Եվ տոնել Թումանյանի Հոբելյանը նշանակում է տոնել հայ ժողովրդի տոնը, տոնել բարության տոնը, որի մասին մենք ժամանակ չունեցանք խոսելու, Թումանյանի կյանքի, Թումանյանի բնավորության այդ գիծը, որն այնքան բարություն ուներ, որ ամբողջ աշխարհին կբավարարեր։ Սահյանն ասում է, ուր է թե հայ ժողովուրդն էլ այդքան բարի լիներ, նույնիսկ մեր ժողովուրդը։ Հարցը դա չի, այսինքն դա բարության տոն է, դա մարդկայնության տոն է, դա զոհաբերության տոն է, դա գրականության տոն է։ Եվ մենք այդ տոնը այնպիսի սիրով ու նվիրումով պիտի անենք, որովհետև մենք պիտի մեր տեսակը ցույց տանք։ Կրկնում եմ, Թումանյանը անհատականացված ազգ էր, դա մեր պատվի հարցն է եւ ազգային խնդիր է։ Եթե համազգային, նա մենակ հո ամենայն հայոց բանաստեղծը չէր, նա ամենայն հայոց որբերի հայրիկն էր, ամենայն հայոց թամադան էր, բժիշկները հոդվածներ են գրում, ասում են ամենայն հայոց թերապևտն էր, ամենայն հայոց հոգեբույժն էր, ինչ ուզեք ամենայն հայոցն էր։ Հետևաբար ամենայն հայոցի Հոբելյանը պետք է արժանավայել տոնվի։ Միշտ հիշենք, որ նա անհատականացված ազգ էր եւ մենք մեր ազգի Հոբելյանը պիտի աշխարհի առջև տոնենք։ Եվ այս իմաստով ես կարծում եմ շատ անելիքներ ունենք թարգմանություններից սկսած, որոնք կահում են բավականին եղածը, նոր ժողովածուներ հրատարակելով, նոր ֆիլմեր, այնինչ խորհրդային լույսի տակ Մկրատը կտրում էր, այսօր կարելի է ճիշտ լեզվով ուղիղ այնպես ինչպես եղել է ներկայացնել, շատ անելիքներ կան եւ ոչ մի գիրք ինչպես 100-ամյակին չպետք է սեղանին մնա, եթե գրվել է եւ ներկայացվել է 150-ամյակին։ Դե հուսանք այս մեկ տարին հնարավորինս օպտիմալ ձևով կօգտագործվի եւ ձեր ասած ամենայն հայոց ամբողջ ազգով համազգային թե նաեւ իսփյուրս կնշենք որպես մեր պատվի եւ արժանապատվության հարց։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ներկայացրեցինք Հովհաննես Թումանյանի նկատմամբ ունեցած մեր սիրո եւ երախտիկի այս վկայականը։ Եվ հաղորդումը եզրափակեմ Թումանյանի հետեւյալ քառյակով։ 1000 դարով առաջ թե ետ, ինչ կա որ։ Ես եղել եմ կամ կլինեմ հարուհավետ ինչ կա որ։ 1000 այսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, ես միշտ հոգի, տեզերքի մեծ հոգու հետ ինչ կա որ։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։